Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, մենք վերլուծելով տնտեսական իրավիճակը երկրի, շատ դրական էմոցիաներ ենք ունենում եւ 7%-ից ավել տնտեսական աճը մեզ հուշում է, որ այս տնտեսական աճի, այո, ինչպես պարոն վարչապետն է հաճախ նշում, պետք է հոգատարություն ցուցաբերենք այդ աճի նկատմամբ։ Այդ իմաստով ես ուզում եմ երկու թվային տվյալներ փոխանցել ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունում 2 միլիոն հեկտարից ավել յուղատնտեսական հողեր ունենք, որոնց մոտ 22%-ը վարելահողեր են, այսինքն 444 հազար հեկտար։ Նրանից 222 հազար հեկտարը մշակվում է, բայց մյուս կեսը չի մշակվում։ Սա շատ լուրջ ռեսուրսային ներուժ է մեր ապագա տնտեսական զարգացման համար։ Եվ այս ներուժը օգտագործելու մեր հնարավորությունները մենք պետք է մշակենք։ Խնդրեի կառավարության ներկայացուցիչների պատասխանել։ Մենք տեսնում ենք, կամ ունենք տեսլական, ինչպես անենք, որ նոր տեխնոլոգիաների գործարկման ընթացքում, նաև ներգրավվելու շնորհիվ կարողանանք դա այս տնտեսական ներուժը ժամանակի ընթացքում աստիճանաբար օգտագործել իշահ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար։ Տեսեք, ձեր նշած վիճակագրությունը վարելահողերի հետ կապված ունի մի հիմնական պատճառ։ Այդ ռոռոկման ջրի հետ կապված այն խնդիրներն են, որը մենք ունենք։ Եվ մեր պատկերացումն այն է, ինչպես նախորդ 5 տարվա շրջանում, օրինակ, կարող է համատությունս նույնիսկ այդքան էլ adekvat չթվա, բայց կարծում եմ սա շատ կարևոր է։ Ինչպես նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը, ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրինք, հաջորդ 5 տարվա մեր ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումը եւ կառավարումը, որովհետեւ ձեր ասած 200,000-ից ավել հեկտար հողը, մինչեւ մենք ջուր չհասցնենք այնտեղ եւ ջրի կառավարման, ջրի հետ հարաբերվելու նոր կուլտուրա չորթեգրենք, դա իրատեսական չի։ Որովհետև ինչի չեն մշակվում այդ հողերը, որովհետև խոնավությունները հիմի նաև անկել են, որովհետև եթե նախկինում խոնավության մի մակարդակ կար, որ կարելի էր փորձի համար ծորեն գցել տենալ հələ ինչ ալնում, հիմա լրիվ անիմաստ է դառնում դա։ Եվ հետևաբար ընդհակառակը մենք խնդիր ունենք, ես օրինակ նույն Երգնաձորի Վայոց ձորի մարզով գնալիս, այդ սարերի լանջերը, որ տեսնում եմ, այդ արևկող լանջերը Ինձ մոտ հարց առաջանում, իսկ ինչու այդտեղ չպետք է լինեն հազարավոր հեկտարներով այգիներ։ Եվ ինչու իմիջիայլոց նաև այս հարցը հենց օդից չի, որովհետև այդ լանջերում եւ բարձրավանդակներում, այդ թվում ուղղաթիռով թռնելիս տեսնում եմ, որ որոշակի ներդրումային ծրագրեր են արվել, եւ սենց կտոր լավաշի նման ինտենսիվ այգիներ են բան արել։ Եվ եթե այնտեղ տենց մարդիկ ներդրում են արել եւ այդ բարձրավանդակում այգի են ստեղծել, նշանակում է դրա արևկող լանջը միանշանակ կարող է լինել այգի, որ պարագայում ընդ որում այնպիսի բերքատու եւ այնպիսի բարձրորակ բերքի այգի, որ միլիոնների օգուտներ կբերի տարածաշրջանում այդ գործունեությամբ զբաղվող։ Դա հնարավոր է արդյոք։ Միայն մի պայմանում, եթե մենք ջուր հասցնենք այնտեղ, դա հնարավոր է արդյոք։ Եթե նույնիսկ մենք ջրային ռեսուրսները կուտակենք, բայց ջուր օգտագործենք այնպես ինչպես հիմա ենք օգտագործում, դա մեկը անհնար է, չենք կարողանալու, որովհետև պետք է ինտենսիվ այգեգործություն եւ ինտենսիվ ռոռոկման տեխնոլոգիաներ կիրառվեն։ Ջուրը այդ հարցի պատասխանը ջուրն է։ Եվ ել եմ ասում, առաջիկա հաջորդ 5 տարվա մեր իհարկե միակ առաջնահերթությունը չի լինելու, բայց ամենամեծ որ ընդհանրապես աղքատության էջը Հայաստանում ընդհանրապես փակվի, բառից բուն իմաստով, դրա ձևը դրա բանալին ջուրն է եւ ջրի կառավարումը։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում դա որպես կարևորագույն առանցք անպայման կֆիքսենք։ Արձագանք համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ամբողջովին համամիտ եմ ձեր կարծիքի հետ։ Եկի պետք է նաև մենք ուսումնասիրենք այն երկրների փորձը, որոնք անցան այս ճանապարհը։ Իրենք էլ ջուր չունեին, եթե հիշում եք մի հայտնի ռիտ կա, որը
Գոլդա Մեյերն է Իսրայելի վարչապետը, ասում մենք մի երկիր ենք, որտեղ ոչ ջուր կար, ոչ հող կար, ոչ մի բան չկար, բայց մենք ստեղծեցինք այդ ամեն ինչը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե որ ուղղությամբ ենք դա տանում։ Դուք ճիշտ եք, որ միայն ջուրը չի, որովհետև ջրի խնայողություն, ջրի ճիշտ օգտագործումը ամենաբարձր մշակույթն է պահանջում։ Այսինքն այդտեղ նաև եւ կադրեր, եւ աշխատանք, եւ սովորել, կրթություն, միջազգային փորձ, այդ բոլորը համադրելով պիտի անենք։ Իմ ասածի նպատակն է, որ մենք աստիճանաբար սկսենք այդ ուղղությամբ աշխատանքները աստիճանաբար կայացնել, որ ձեր ասած հաջորդ 5 տարում այլևս պատրաստ լինենք ամբողջովին այս ռեսուրսային ներուժը օգտագործենք մեր տնտեսական զարգացման համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, հիմա մենք ըստ էության նաև նախընտրական խոստումների հաշվետվության փուլը, պարոն Պապոյանը ինձ կուղղի, եթե ես սխալվեմ, եթե հիշում եք 2021 թվականի նախընտրական ծրագրում մենք տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի ստեղծելու խոստում ունեինք եւ կատարված այդ խոստումը գերակատարված է, ընդ որում այն ժամանակ որ ասում ենք տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի, այդ մեզ մի հատ այնպիսի անհավանական թիվ էր դնում, ասում ենք, բայց չէ, պետքա մեծ ջան գործադրենք, հիմա դա արդեն իրականություն է։ Դա նշանակում է, որ տարեկան 1000-ը պետքա դարձնել տարեկան 2000 եւ այլն եւ այդպես շարունակ, բայց էլի առանց ջրի նկատմամբ մեր ընդհանուր վերաբերմունքի փոփոխության դա մի X պահի կկանգնի, որովհետեւ կպարզվի, որ փողը կա, հողը կա, բայց եթե ջուրը չկա, դա չի լինի։ Իսկ ջրային ռեսուրսները լավ լուրն են, որ ջրային ռեսուրսներ մեր լեռներում գոյանում են։ Խնդիրն է նա, որ դա էֆեկտիվ կուտակել եւ էֆեկտիվ օգտագործել, որովհետեւ մեկը առանց մյուսի հնարավոր չի։ Մենք կարող ենք ունենալ նույնիսկ այսօրվա մեր կուտակած ոռոգման համար բաց թողենք եռապատիկ ջուր, կարա դա մեզ չօգնի։ Մեր ջրի կեսը կորսվում է մենակ։ Եվ երբ որ մենք այն պահերին, այդտեղ մենք մեր սխալն էլ պետք է ընդունենք, որ մենք ամեն անգամ, երբ որ ուզեցել ենք սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, ասել ենք դե լավ մարդկանց սոցիալական հարց առաջանում եւ այլն, մի քիչ թե աճ փակենք գյուղացի մեր հայրենիք, բայց լավություն չեն կարել իրանց դրանով։ Հիմա պետք է անենք այդ լավությունը, որ ընդ որում ես էտել խոստովան եմ։ Օրինակ 2018-19 թվին, երբ որ ես գնում էի գյուղեր եւ մարդկանց հետ սկսում էի խոսել, որ կաթիլային ոռոգում ինտենսիվ գյուղատնտեսություն, այն ժամանակ նույնիսկ ինչ որ նյարդ կար մարդկանց ռեակցիայի մեջ։ Իսկ հիմա որ գյուղ գնում ենք, իրանք ասում են օգնեք այդ տեխնոլոգիան ու ես խնդրում եմ մենք այս փոփոխությունը չթերագնահատենք, որովհետեւ երբ որ մարդիկ իրանք են արդեն ասում, լսեք, մեզ օգնեք այս տրանսֆորմացիան գյուղատնտեսության նշանակում է նախ մեր քաղաքական ուղերձը տեղը հասել եւ մենք հիմի մարդկանց կողքին պետքա կանգնենք, որ այդ ինտենսիվ գյուղատնտեսությունը մեծ ծավալներով Հայաստանում զարգանա։